Ողջույն սիրելիներս, մի քիչ ժպտացեք, այսօր լավ օր է, ուրախ օր է։ Աստված օրհնի ձեզ բոլորիդ, իհարկե շատ ուրախ ենք, Ջողիկ Քուրջան, քեզ տեսնում ենք, որ Հայաստանից եկել ես, բերել ես քեզ հետ հայկական թարմությունը, փառք Աստծո քեզ համար, բոլորիդ համար։ Այսօր իհարկե հրաշալի օր է, օր որտեղ նշում են հիմնականում, այս օրը բերեք մի փոքր ասեմ, ֆեմինիստական օր է, կանանց օրն է, կանայք իրանց իրավունքներն են տենց առաջ բրդում, կներեք, եւ այդ մտելա ու դարձելա տենց հատուկ մի հատ տոն ու տղամարդկանց գցել են շատ ծախսերի տակ, բայց իհարկե տոնը Եթե դու չունես կին, եթե դու չունես քո կողքին մի նուրբ էակ, որը մայր է, հոգատար, որը քույր է, քեզ համար սրտացավ, որը նաև կին է, չգիտեմ ինչքանով է հոգատար, բայց դե հոգ է տանում քեզ համար, երբ որ Ադամը մենակ էր, նա տխրեց, ասում է, եւ Տերը նրան ինչ տվեց, օգնական ու կին տվեց։ Այնպես որ Փառք Աստծո ձեզ համար, որ դուք կաք։ Հիշում եմ, որ մի տարի էլի մարտի 8-ը, ընկել էր մարտի 8-ը, կիրակի օր, եւ այդ օրը եպիսկոպոսն էր քարոզում, ես առաջն էի նստած, ինքն էր խոսքը ասում, ու ինքը խոսքը սկսեց, ասեց. Փառք Աստծուն մեր կանանց համար, նու ռուսերեն էր ասում, если бы не вы, где бы мы сейчас были? Ես այդ երկար չմտածեցի, ասեմ, մի բիլի բը в раю, в Էդեմском саду։ Հետո մեկ էլ հասկացավ, թե ինչ եղավ, ասեց, но благодаря вам мы пошли такое чудесное путешествие։ Ունենց, որ ձեր միջոցով մեկ դուրս եկաք այս մեծ պուտիշեստվային ու ասնում եք շատ փորձություններ։ Լավ, այսքանը կանանց մասին շարունակենք, համել այս տոնի մասին մի բան էլ ասեմ, իմ մանկությունից մի հիշողություն է մնացել, չգիտեմ պատմել եմ, չեմ պատմել ձեզ, բայց քանի որ մարտի 8-ին է եղել, 4-րդ դասարանում մենք մտածում եմ, դե աղջիկների տոննա, կանանց տոննա, դե շատ էլ չեմ հասկանում, այդ ինչ տոննա, ոնց է, բայց դե 4-րդ դասարան ենք, էլի, նվերներ, սաղ նվեր են առնում, տալիս են մայրիկներին, հա, դե մեր դասարանում աղջիկներ կան, մենք հետ ոչ աշխատում ենք, 4-րդ դասարան, ինչ աշխատում, ինչ փող, ինչ բան, մտածեցիք, որ մեր տներից մի քիչ ենքող մի հոգի նապաստակներ էր պահում, դե դրանց այդ ձագերը շատ սիրում են, չէ, տղաներով կազմակերպեցիք, մի քանի հոգով, գնացինք այս նապաստակների ձագերը, այսպես ասած գողացակ, մի մեծ շոկի մեջ ենք լցրել, հերթով տալու ենք այս կարիդեին ենք տալիս, այս թամարին ենք տալիս, վերջը ժամը 4-ին մեզ բռնեցին, միլիցիան եկավ, միլիցիանը մեր դասանցիներից մեկի հայրն էր, արդեն զանգել էին ոստիկանություն, եկավ տեսավ ճագարների կեսը իրաց տունն է, սաղ չէինք դա, մեզ լավ ծեծեցին, պապաներիս լավ ծեծեց, վերջը հերթով տենց, նես որ մարտի 8-ից ես բաներ ամնացել իմ հիշողության մեջ, շարունակ ենք, գնանք առաջ, սիրելիներս բերեք բացենք, լսի շոքա, թե ինձ ատվում շոքա, չէ, լավ, թույլ տվեք ես դաս չես համար, խնդրում եմ ինձ հետ միասին բացեք Փիլիպեցիներիս 3-րդ գլուխ, ես իհարկե կխոսեի մի այլ թեմա, բայց մի ուրիշ անգամ։ Այսօր կխոսենք Փիլիպեցիներիս 3-րդ գլուխ, ուզում եմ շարունակենք, ոնց էր ձեր տնային խմբակներում, տնային եկեղեցիներում խոսքը, ոնց անցավ, ովքեր են գնացել տնային եկեղեցի, ոնց էր ձեր, Անահիտ, ոնց էր ձեր տնային եկեղեցին, ընտիր, Սուպեր, հա, այո, հրաշալի է, երբ որ դու շատ ես կարդում, շատ ես խոսքը սովորում, շատ բանակ քո կյանքում կատարվում, ասենք ես։ Բերեք հենց 3-րդ գլխից սկսենք կարդալ եւ քննել։ Այսուհետև իմ եղբայր, ուրախ եղեք Տերումը։
միևնույն բանը ձեզ գրելը ինձ համար ձանձրույթ չէ, այսինքն միևնույն բանը, նույն բանը, որ կրկնեմ մի 5 անգամ որ ասեմ, ոչինչ, ինձ համար ձանձրույթ չի։ Ծնողներն էլ միևնույն բանը մի 10 անգամ ասում, մեռամ քեզ ասելով, աղջի ջան, 10 անգամ քեզ ասիվ, չհասկացա, գիտես որտեղից է, այստեղից է եկել, ասում, միևնույն բանը ձեզ ասելով ինձ համար ձանձրալի չի, մենակ թե սովորեք, մենակ թե իմանաք։ Ձանձրալի չէ, բայց ապահովություն է, տես, ապահովություն է։ Կրկնությունը ինչա։ Ով ասեց։ Ով ասեց։ Որտեղից է եկել, այստեղից է եկել։ Այս կրկնությունը, այո, ապահովություն է, գիտության մայրն է, այո, որ դու իմանաս։ Մի 10 անգամ կասես, վերջ երեխեն ինչ կլինի կիմանա։ Հիմա ասում եմ հիշեմ, ով է ունեցել պապի, տատի, որ նստել են սեղանի մոտ ու մեկ էլ սկսել է իր պատմությունները։ Այնա, մի քանիսը ձեր ու այդ պատմությունը դու լսել ես երևի քո ծննդյան օրվանից ու հենց որ պատմա, չէ, որտեղ ինչ եղավ, դու արդեն գիտես է վերջը ոնց է, բայց էլի պատմում է, էլի ասում է, դու անգիր գիտես սա։ Գիտես որտեղից անգիր գիտես, այնքան է պատմել անգիր գիտես։ Հենց այստեղ ասում է ես պատմում եմ, որ ապահով լինեմ, որ դու գիտես։ Դու գիտեք ինչի Աբրահամին ընտրեց, ոչ թե ուրիշին։ Որովհետև ասում է, դու ինչ կանես, Արամ եղբայր, Աբրահամին ասում է, որովհետև դու կսովորեցնես քո զավակներին ու զավակներից զավակներին։ Կա այն մարդ, որ իրա պետքը չի, ինչ փոխանցի իր երեխեքին։ Բայց Աբրահամի մեջ Աստված տեսա, որ նա կսովորեցնի իր զավակներին եւ իր այսինքն թոռներին։ Այսինքն դու կփոխանցես ու կփոխանցես իմ խոսքը, որ հասնի մինչև վերջ։ Զգուշ կացեք շներից։ Երկրորդ խոսքը տես ինչ է ասում։ Զգուշ կացեք շներից։ Հիմա ինչ, որտեղ ես շուն տեսնում, որ զգուշանանք։ Փողոցի շներից զգուշ կացեք։ Սիրելիներս, որ գնում եք, բայ Արմինեն ոնց է ուշադիր դայմից էլ չեմ կարում։ Սիրելիներս, այս փողոցի շների մասին չի, այս եկեղեցու շների մասին հասկացեք։ Զգուշ կացեք շներից, զգուշ կացեք չար մշակներից։ Զգուշ կացեք կրճատությունից, դրանք ովքեր գալիս են, թլպատություն են, օրենք են, ձեր վրա օրենքներ են բադացնում։ Զգուշ կացեք, դրանք ասում շներ են, որովհետև գալիս են ու սկսում են ավելորդ հաչել, ավելորդ խոսել, մի բանը են չի, մի բանը սես չի, մի բանը նես չի, Աստված սրանց ասում է շներ, զգուշ կացեք այդ շներից ասում է։ Զգուշ կացեք չար մշակներից, չար մշակներն ովքեր են։ Չար մշակները գալիս են հակառակություններ են խոսում։ Ինչ որ սովորացնում է քո հովիվը, ինքը մի հատ հակառակ բան է ասում։ Ու լրիվ տանում է մի հատ ուրիշ տեղ, լրիվ ուրիշ ուղղության վրա, ինչի որ վերջնականապես քեզ կտրի ամենակարևորը, ինչից խոսքից։ Հենց խոսքից կտրվեցի, դու իրանն ես։ Երրորդը, եկեք վասնզի մենք ենք թլպատությունը։ Ինչ է նշանակում մենք ենք թլպատությունը։ Աստված մեզ արդեն սրտի թլպատություն է արել, մեզ կտրել է, մեզ ֆիզիկական թլպատություն պետք չի, մեզ Աստված սրտի թլպատություն է, մեզ կտրել է աշխարհից, մեզ միացրել է իրան։ Տեսակ ինչ հրաշալի պատմություն պատմեց Տիգրանը։ Փառաբանության ժամանակ, փառաբանեք, մի հատ ուրիշ պատմություն էլ չպատմեց, ասի ես կպատմեմ։ Գիտեք չէ ինչ արել, մի անգամ ասում, ուրեմն փառաբանում նստել եմ, այս անգամ այն փոքր ավտոյի ռուլին, հա, փոքր ավտոյի վեր, հա, լավ է որ կամազով չի եղել։ Ասում անենց ուժեղ փառաբանություն էր, անենց ուժեղ ներկայություն էր, աշկերս փակեցի։ Ու մեկ էլ որ դպոց է եղավ, ասում, տեսա դեմի ավտոյին եմ խփել։ Սիրելիներս, փառաբանությունը շատ ուժեղ բան է, հավատացեք։ Բայց խնդրում եմ բոլոր վարորդներին, աշկերտները չփակեք, փառաբանության։ Չփակեք աշկերտները, դու շատիր եղեք։ Այդպես մի բան Սարգիսի հետ ա եղել, Տիգրան ջան։ Ասում ստեղից դուրս եկան, փառաբանությունն այնքան ուժեղ էր, այնքան լավ էր,
բան կնոջ հետ, Սյուզի հետ, ասում եմ մեկ էլ գնում ենք, մեկ էլ Սաքոն սկսեց երգել, հիշեց երգերից մեկը, սկսեց երգել, մեկ էլ տեսավ աշկերը փակեց, ձեռերը բարձրացրեց, ավտոյի ռուիլի դասում, գոռացի։ Գիտես ինչ կա, այո, փառաբանությունը այտենց ուժեղ բան է։ Փառաբանությունով լցվի քո տանը, այո, քշում ես միացրու, բայց շատ մի բան եղիր, որ քեզ լրիվ չտանի, որտեղ փառաբանությունը կարա քեզ տանի իր խորությունների մեջ, իր խոսքը միացրու, իր խոսքը թող քո ավտոյի մեջ միշտ լինի, փառաբանությունը միշտ լինի, այնպես որ փառք Տիրոջը։ Վասնզի մենք թլպատություն ունենք, այդ թլպատությունը մեր սրտի թլպատությունն է, ինչի միջև այդ sense չեր անում Տիգրանը, ինչի միջև այդ չեր փառաբանում, ինչի միջև այդ ուրիշ երգեր էր լսում։ Ուրիշ երգերի մեջ էր, հիմա եկավ թլպատությունը, կտրեց իր սրտից, հեռացրեց օտար երգերը, կտրեց հեռացրեց օտար մարդկանց, կտրեց հեռացրեց չար շներին, լսեք ինչ եմ ուզում ասեմ, շատ ընկերներ, որ քո կողքին են, այդ հələ շատ մեծ հարց է, իրանք քեզ ընկեր են, թե ընկեր չեն։ Այսօր քեզանից մի քիչ շահ ունեն, քո ընկերն են, այսօր քեզանից օգուտ ունեն, դու իրանց կողքին ես։ Վաղը նեղության մեջ ես, գիտես ով է կանգնելու քո կողքին, այս մարդիկ, որ աղոթելու են քո համար։ Այս շատ ընկերներս երեսը չեն ուզի տեսնան, որ տեսնան հայտնվել է շատ վատ վիճակում։ Թլպատություն, թող գա աստվածային թլպատություն մեր սրտերի մեջ, մեր սրտից թլպատի կտրի հանի ավելորդներին, որ Քրիստոս Հիսուսումն է։ Հոգով պաշտում ենք Քրիստոսին, այս թլպատությունը, որ Հիսուս Քրիստոսի մեջ է, որ հոգով պաշտում ենք մեր Աստծուն եւ պարծենում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի մարմնի վրա։ Վստահություն չունենք մեր մարմնի վրա, շարունակում ասեմ, եւ մարմնի վրա մեր վստահություն չունենք, թեև ես վստահություն ունենա մարմնի կողման է։ Եթե մի ուրիշը կարծե, որ մարմնով վստահ լինի, ավելի ես, տես ինչ ասում, ասում ոչ մեկը ձեր մարմնի վրա վստահ չլնես, որ դու սուրբ ես, մաքուր ես, մեղք չես գործի, չես ընկնի, զգուշ եղի, կարաս ընենց մի բանի մեջ ընկնես։ Ասում թեև ես վստահ եմ, Պողոսն ասում ես վստահ եմ իմ մարմնի վրա, բայց էլի դու վստահ չլնես։ Ինչ իմանաս, ինչ ձևով սատանան կգա, ինչ շների միջոցով, ինչ տեսակ մարդու միջոցով, որ քեզ ընկերոջ միջոցով, որ քեզ քաշի ու նորից գցի մարմնի մեղքի մեջ, հեռացնի Աստծուց։ Մարմնի վրա վստահ չլնես, թեև ես վստահ եմ, մարմնի կողման են։ Եթե մի ուրիշը կարծե թե մարմնավոր վստահ լինի, ես ավելի վստահ եմ, 8 օրվա թլպատված։ Հիմա ասում եմ 8 օրվա թլպատված։ Գիտեք այդ ինչա նշանակում։ Օրենքի տարով չէր կարա 7-րդ օրը թլպատվի, 8-րդ, ոչ է 9-րդ օրը։ Ես լրիվ թլպատված եմ, օրենքով սուրբ եմ, օրենքով սուրբ չես կարա լինես։ Օրենքը տրվեց ու մեղքը բաժանվեց, օրենքով մենք չենք կարա սրբվենք։ Տես իր մասին ասում, ես 8-րդ օրվա թլպատված, Իսրայելի ազգից հրյա եմ։ Ամենքը չի, որ կարա հպարտանասը ես հրյա եմ, ես Հիսուսի ազգից եմ, հրյա եմ, Բենյամինի ցեղից ամենաբարձրագույն ցեղից։ Բենյամինի ցեղը ամենաբարձրագույն ցեղից է։ Եբրայացիներից, ավելի եբրայացի, օրենքի կողմանից, Փարիսեցին գիտեք ով է։ Համալսարան ավարտած մեկը։ Բայց իրան գիտություն ունեն, համալսարան ավարտած։ Բայց այդ ամեն ինչի մեջ, այո, մելանքուրը ճիշտ է, կեղծավորություն ունեն։ Սաղ օրենքով ամենաբարձր են, դիպլոմ ունեն։ Փարիսեցի ջերմերանդության կողմանը հալածող էի եկեղեցուն։ Պատկերացնեք, այնքան ջերմերանդ էի իր հին օրենքի մեջ, որ հավատացյալներին հալածում էի։ Հավատացյալներին ծեծում էի, սպանում էի, սպանողներից մեկը եղել է Պողոսը, գիտեք դուք։ Այսօր մենք կարդում ենք, լսում ենք, լսի Պողոսը սենց, ինչ լավ խոսքեր լսեցիր Պողոսից, ճիշտ է։ Բայց այդ Պողոսը եղել է մեծ սպանողը։ Այնպես որ եթե դու հանդիպում ես մեկին, որ քեզ հալածում է, քեզ ինչ ասես ասում է,
Պողոսն էլ դրանցից մեկն ա եղել։ Ինչ իմանաս Աստված ոնց իրան շուր կտա ու նա կդառնա քո եղբայրը։ Էնպես որ այդ ժամանակ քո եղբայրն ու քույրը չվիճես իրանց հետ։ Չվիճես, դու քո մեջ իմացի, եթե հալածում ա, ինքը իր ճշմարտությունն ունի, հալածում ա։ Ամենքը իր ճշմարտությունն ունի, հենց գիտի ինքը ճիշտ ա։ Պողոսը ասում ա ես այնքան ջերմերանդ էի, որ ասեն քեզ հալածելուց կարող ա կոպտեն, կարող ա հայհոյեն, նու ամենաշատը ճիշտ ա, բայց հո չեն սպանի ձեզ։ Հələ չեք հանդիպել այս բանը, ճիշտ ա։ Ինքը ջերմերանդության կողման է, ասում ա, ես սպանող էի, մարդասպան էի։ Այդքան ուժեղ հավատում էի, որ ես եմ ճիշտը։ Դու գիտեք ընտանիքներում շատ կոնֆլիկտներ է որտեղից է գալիս։ Չգիտեք։ Կինը օրինակ, ասես քառակուսի բան է մտածում։ Այդ իր միտքն է։ Տղամարդն էլ մտածում ասեց, բան, կլոր, ասենք։ Ու հանկարծ, որ այս կնոջ այդ քառակուսի մտքի մեջ չի մտնում սրա այս կլորը չի տեղավոր, ոնց ան չի տեղավորվում։ Այս տղամարդուն էլ չի մտնում սրա քառակուսի մտածելը, չի տեղավոր, ոնց անես, այնտեղ կռիվները սկսում են։ Որտեւ ամենքը մենակ ինքը իր ձևը գիտի։ Իր ձևերը այսենց է։ Չի ասում իմ ձևը ես պիտի դնեմ այնտեղ, այն էլ պիտի իր ձևը դնի այնտեղ, գա այս ձևին։ Ոնց որ Աստված ասել է, այդ ձևի ամեն ինչը դիր կլինի։ Ու չմտածեք թե որ հենց եկավ, սա լավ կլինի։ Հələ գալը ուրիշ է, այդ ձևը գտնելը, փնտրելը, սովորելը ուրիշ է, անելը լրիվ ուրիշ է։ Ջերմերանդությամբ հալածող չշեղվեմ, էլի շեղվում եմ ընկնում եմ ընտանիքի թեմայի մեջ, տեսնում եք, նկատում եք։ Ջերմերանդությամբ հալածող եկեղեցու օրենքի արդարության մտիկ տալով անարատ էի, ամեն ինչում ես անարատ էի, որպես մարդ, հալածող, սպանող դաժե անարատ էի, ես ճիշտ էի, ճիշտ ձևով սպանում էի, հալածում էի։ Բայց ինչ բան, որ ինձ շահեր, այն վնաս համարեցի Քրիստոսի համար։ Այս ամեն ինչը, որ ես ունեի, այսքան խելքը, այսքան գիտությունը, այսքան ջերմերանդությունը, հրեալնելս, կրթություն ունենալս, ջերմերանդություն ունենալս, Քրիստոսի համար ինչ արեցի, աղբ համարեցի։ Հենց որ մարդ իրա ունեցած, իրա գիտելիք, իրա քառակուսիները, կլորները աղբ համարի, Քրիստոսի համար, ամեն ինչ իրա տեղը կընկնի։ Մեկը կասի ամեն։ Եվ հենց ամեն բանում էլ վնաս եմ համարում մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Ամեն բաներ վնաս եմ համարում, այս ամեն ինչը ինձ համար վնաս է, եթե ես դրանով պետքա օգտվեմ։ Ես պետքա օգտվեմ մենակ Քրիստոսով։ Տերը ինձ հետ խոսա, Տերը ինձ բացի, Տերը ինձ ասի, ուր գնամ ու ինչ անեմ։ Այդ կլինի իսկականը։ Եվ հենց ամեն բան էլ վնաս եմ համարում իմ Տեր Հիսուս Քրիստոսի գերազանց գիտության համար, որի պատճառով ամեն բանից զրկվեցա եւ աղբ եմ համարում, որ Քրիստոսին շահեմ։ Տեսակ ինչ է ասում, հələ տես ինչքան խորը խոսքեր ասում։ Եվ ամեն բաներից էլ վստահ համարում եմ, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի գերազանց գիտությունը իմանամ։ Ամեն բան աղբ եմ համարում, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի գիտությունը իմանամ։ Որ Հիսուսի խոսքերն իմանամ, որ Հիսուսի գործը իմանամ, որ Հիսուսի ասածը անեմ, աղբ եմ համարում, ինչքան էլ իմ կյանքում ասма տուժեցի նույնիսկ, այս պատճառով, այս գիտության համար, որի պատճառով ամեն բանից զրկվեցի։ Մարդը չի ուզում մի բանից զրկվի, ծնունդ են կանչել, չէ՞։ Չի ուզում ծնունդից զրկվի, որ գա այս գիտությունն ունենա։ Ասма ամեն բան, ոչ կին ունեցավ, ոչ երեխա ունեցավ, ամեն անգամ ծեծերի մեջ, բանտերի մեջ, գիտեք չէ, գրել է իր գրածների մոտավորապես 80%-ը գրել է բանտից։ Եվ ասում այս ամենը աղբ համարեցի իմ Քրիստոսից գիտությունը ունենալու համար, որը ամեն ինչից վեր է։ Ու մոտ ա եղել շատ լուրջ հարց ու դու չես իմացել ոնց այդ հարցը լուծես։ Ուղղակի չես իմացել։ Չես իմացել ոնց լուծես, ոնց գտնես, ոնց ման գաս, ում զանգես հարցնես, ում ասես,
Գիտեք ինչ, շատերի մոտ ա եղել։ Հիմա մի հատ հարցն է։ Աշխարհի ամենադժվար հարցը Ռոման ո՞րն է։ Ամենադժվար հանելուկը ո՞րն է։ Ամենադժվար հարցը։ Լիանա ո՞րն է։ Չգիտես, լավ, Ահարը գիտի, ասեմ թող բարձր ասի։ Ահարոն, ո՞րն է աշխարհի ամենադժվար հարցը։ Վեգաս կանգնես։ Դժվար հարցերն է, որ պատասխանը չկա։ Լսեցիք։ Աշխարհի ամենահեշտ հարցը կարա լինի, է, բայց որ դու չգիտես դրա պատասխանը, այդ աշխարհի ամենադժվար հարցն է, բայց հենց որ դու իմացար, ինչ արեցիր, հենց որ դու իմացար, գիտություն ունեցար, այդ որն է, այդ քո համար դառնում է աշխարհի ամենահեշտ հարցը։ Ու հիմա Պողոսը ստեղ ասում է, ամեն բան աղբ եմ համարում, որ այս գիտությունը, Հիսուս Քրիստոսის գիտությունը իմանամ։ Հենց որ դու իմացար Հիսուս Քրիստոսի գիտությունը, դու քո բոլոր հարցերի պատասխանը իմացար։ Ամեն։ Ով որ հանդիպել է այդ գիտությանը, հարցրել է, աղոթքի մեջ ընկել է Տիրոջ ոտքերը, խնդրել է, փափագել է, Աստված էլ իրան ինչ արել, բացել է։ Աստված իրան բացել ու դու ասել, ոնց չեմ իմացել մինչև հիմա։ Եվ այս պատճառով զրկվեցի շատ բաներից եւ ասեմ, աղբ եմ համարում Քրիստոսի շահի համար, Քրիստոսի շնորհի համար եւ նրանում գտնում եմ եւ ոչ թե իմ արդարությունն եմ ունենում, այլ օրենքիցն է, այլ այն, որ Քրիստոսի հավատքիցն է։ Իմ արդարությունը ոչ թե օրենքը կատարելն է, այլ Քրիստոսի հավատքից, որ ես հավատքով մնում եմ Քրիստոսի հետ, կանգնում եմ Քրիստոսի մեջ։ Դու գիտեք, շատերը կան, որ ընկնում են, եկեղեցի չեն գալիս, շատ վատ ընկնում են աշխարհի մեջ, բայց իրանց ներսում Քրիստոսին չեն թողում։ Դու գիտեք, շատ շատեր այսպես պահում են իրանց մեջ Քրիստոսին։ Բայց այտենցներն էլ շատ դառը օրերով էլի հետ են գալիս։ Ընկնում են ամենադառը նեղությունների մեջ, նոր հետո հասկանում են։ Ու հետ են գալիս։ Թող մեր կյանքում այտենց չլինի։ Մնանք, հասկանանք, բարգավաճենք, լինենք ավելի լցված, ավելի սիրով, ավելի օրհնված։ Ամեն։ Այն արդարությունը, որ Աստվածանից է, հավատով է։ Այն արդարությունը, որը Աստվածանից է, հավատով է։ Դու հավատում ես, որ Աստված քեզ արդարացրել է, Արամ ջան։ Դու եթե չհավատաս, որ Աստված քեզ արդարացրել է, քո մեղքերը քո վզին կմնան, այդ մեղքերի տակից դուրս չես գա։ Աստված արդարացնում է քեզ, մանվել եղբայր։ Ասում է դու ինչ արել ես, չես արել, ես մոռանում եմ։ Ես թողում եմ։ Շատ ժամանակ Տերը մոռանում թողում է, մարդը չի թողում։ Մարդը բռնում պահում է։ Ես մեղավոր եմ, ես հլսենց եմ, ես հենց դու հավատաս, որ Տերը արդարացրեց, հավատաս, որ Տերը թողեց, դու արդեն ուրիշ մարդ կլինես, թեթև կքայլես, թեթև կգնաս։ Գիտես ինչի համար երբեմն մարդու համար իր մի հատ մեղքը այնքան ծանր է ալնում։ Գիտես ինչի ատես ծանր է լինում։ Չի կարում էլ աղոթի, չի կարում եկեղեցի գա։ Գիտես ինչի հասկանում է Աստված ինձ այսքանը ջնջեց, ես նորից գնացի մեղ գործեցի։ Բայց Տերն ասում է, ես էլի իմ հավատով, որ դու հավատում ես ինձ, արդարացնում եմ, մաքրում եմ, լվանում եմ, որտեվ դու ապրում ես մեղքի աշխարհում։ Անհնար է ձեռերդ չկեղտոտվի։ Ով է ամեն օր իր ձեռքերը լվանում, ամեն օր, բայց ամեն օր։ Մենակ բարձրացնեն նրանք ձեռքերը, ովքեր իրանց ձեռքերը բարձրացնեն, մաքուր ձեռքերը, ովքեր ամեն օր լվանում են, այդպես բարձրացնում են սա։ Այն որ չեք բարձրացնում, չեք լվանում, դուք չեմ հասկանում։ Անայդ ասում չէ, չեք լվանում։ Ասեմ քեզ սիրելիներս, ինչ ես լվանում, կեղտոտվում ես դրա, որ լվանում ես։ Դու ապրում ես աշխարհում։ Կանգնես, կսայթակես, ինչ-որ բան կլինի, բայց գալիս ես միտեղ, որտեղ լվացվում է քո մեղքերը, այդ է եկեղեցին, այս այդ աղոթքները, այս այդ փառաբանությունը, այս այդ խոսքը, որ լվանում է, ժողովուրդ, բարձր եմ խոսում, հա, բարձր եմ խոսում, թե ոնց։ Գիտեք, որ չեմ էլ լսում, այս ձենը ինձ չի հասնում, այս պետք է մի քիչ երևի էսյա պահեմ, որ ես լսեմ մի քիչ։ Այդ ձեզ համար բարձր անում, հա, տես նոր լսեցի ձենը։ Ուղղված է այն կողմի վրա, ես չեմ կարողանում լսեմ,
Մամ անջատի հեռախոս, տաղբոր պես։ Որ տնից է խանգարողները, տեսնում եք ըլը։ Որ ճանաչում են նրան և նրա հարությունը, հարության զորությունը, նրանք ով ճանաչում են նրան և նրա հարության զորությունը։ Երանի քեզ, եթե դու ճանաչում ես նրան և նրա հարության զորությունը գիտես քո մեջ, երանի քեզ, թող մեկ ասի ամեն։ Նրա հարության զորությունը, եթե հարություն չի առել Աստված, իզուր եմ ես հավատում։ Եթե հարություն չի առել քո Տերը, իզուր ես դու հավատում։ Այն մյուսները հավատում են կուռքերին, ես չգիտեմ փայտերին, քարերին, խաչին ոնց կարանք հավատանք։ Դու գիտեք խաչը ինչ է, այս սիրելիներս, խաչը էդի մահապատիժն է։ Մահապատիժն է։ Մենք ոնց կարանք փայտին խոնարհվենք, փայտը պաշտենք, չենք կարա։ Մենք պաշտում ենք խաչյալին, որը մահացավ, վերցրեց այդ խաչի վրա քո ու իմ մեղքերը եւ երրորդ օրը հարություն առավ, մենք հավատում ենք հարության մեր Քրիստոսին, որ մեզ արդարացրեց, որ ճանաչեմ նրա նոր հարությունը եւ նրա նոր հարության զորությունը եւ նրա չարչարանքի մասնակիցը լինեմ, մեկը կասի ամեն։ Դուք հասկացաք ինչի դասեցիք ամեն, որ կչարչարվեք իր համար, ոնց որ Պողոս չարչարվեց իր հավատքի համար, պատրաստ եղի չարչարվել իր հավատ, պատրաստ եղի, որ մարմինը առավոտ ասվա աղբորպես մնա տունը, կողքից սաղ համոզում են, ինչ ես գնում, քո հանգստացել է։ Ես հլը քո ներքին կռիվներն են, բա որ իսկական չարչարանքը, որ ուրիշները գան, չարչարեն, հալածեն, քաշեն, տանեն, չեք եղել են Պակիստանում, դու գիտեք ոնց են անում։ Հանում են դուրսը ծնողները, երեխուն բենզինը լցնում են վրեն, հանում են դուրսը ու վառում են։ Դուք տեսել եք տես բան, լսել եք տես բան, չեք լսել։ Դու քրիստոնյա երկրում եք ապրում, ստեղ Հայաստանում։ Այդ է չարչարանք Քրիստոսի համար։ Այդ է տառապանքը քրիստոսյան։ Մեզ հաճելի բաներ ասեն։ Այ գանք եկեղեցի մենակ հովիվը մեզ հաճելի քարոզներ ասի։ Կանանց մասին լավ բաներ ասի, մենք ուրախանանք։ Չի ասում։ Որպեսի մեռելների հարությանը հասնեմ, ասում այս ամեն ինչին հավատում եմ, որ մեռելների հարությանը հասնեմ, երբ որ գա հարության ժամանակ, ես էլ հարություն առնեմ Տիրոջ հետ միասին։ Ոչ իբր արդեն բռնված լինեմ, կամ էլ արդեն կատարյալ եղած լինեմ, բայց հետևում որից էլ թե հասնեմ նրան, ինչպես եւ օրենքով, որ պետք է հասնեմ նրան, չէ, դուրս եկա սիրելիները շեղվեցին։ Որպեսի մեռելների հարությանը հասնեմ, ոչ իբրև արդեն բռնված լինեմ, կամ էլ արդեն կատարյալ եղած լինեմ, բայց հետևում եմ, որից իբրև հասնեմ նրան, ինչպես որ է հենց Քրիստոս Հիսուսում բռնված լինեմ։ Այսինքն ոնց որ հենց Քրիստոսով բռնված ելնեմ, իմ մտքերս Քրիստոսով է բռնված, դուս եմ գալի Քրիստոսի մասին եմ մտածում, բա որ դու այդքան մտածես Քրիստոսի մասին, էլ երբ մեղքի մասին կմտածես, էլ չես մտածի։ Գիտես ինչի է մեղքը շուտ գալիս, որտեվ քիչ ես մտածում Քրիստոսի մասին։ Քրիստոսով չես բռնված, մեղքով ես բռնված, մարմինն է շուտ այցելում։ Եղբայր, ես իմ անձը չեմ համարում, որ հասած լինեմ։ Պողոսն ասում է, ես իմ անձը հələ չեմ համարում, որ ես մի բան գիտեմ, հասել եմ, գիտության եմ հասել, ես իմ չեմ համարում, բայց ահագին բան գիտի այս մարդը, մեզ սովորացնում է, բայց ասում է, ես հələ չեմ համարում, թե ես հասել եմ, հասած եմ, բայց մեկ բան կա, որի ետևի բաները մոռանալով դեպի առաջ լինողներն եմ նկրտում։ Մի բան կա ասում է, մոռանում եմ անցյալս ու գնում եմ առաջ։ Հիմա ստեղ ուզում եմ կանգնեմ ու ասեմ, մոռացիր քո անցյալը, որ գնաս առաջ։ Մոռացի քո բոլոր հաջողությունները։ Դու գիտես հաջողությունը կարա բռնի պահի մարդուն, գիտեք։ Ես մի ժամանակ կար իմ հաջողություն մեջ բռնված էի։ Ես մի շատ լավ թատրոն էի դրել,
որը բերել էր շատ մեծ հաջողություն։ 700 հոգի մարդ էր եկել նայելու այդ թատրոնը, շատերը ապաշխարել էին։ Ու գիտես ինչ, ես հա պատմում էի էդի հաջորդ տարին, այն մի տարին, 10 տարի անցավ։ Ես մենակ այդ թատրոնը 10 տարի առաջ եմ արել։ Էլ չեմ արել։ Ու մնացել է այդ հին հիշողության մեջ, հաջողության հիշողության մեջ։ Եթե դու հաջողությունը չմոռանաս, դու առաջ չես գնա։ Նույնը դժբախտությունը, եթե չմոռանաս, կբռնի քեզ, կպահի։ Հները մոռացար, նորը գնացիր առաջ։ Հները թողեցիր, գնացիր առաջ։ Հիմա ստեղ ինչ ասում, մոռանալով հները, դեպի առաջ լինողներն եմ գնում։ Գնում եմ դեպի առաջ, ուր, դեպի Քրիստոս եմ գնում։ Արել եմ, լավա, օրհնվեցինք, всё, մոռացանք, գնացինք առաջ։ Երեք գիշերը 11-ներ, 12-ներ Երանի հետ Աստվածաշունչ է կարդում ու այնտեղ ասում է Աբրահամը փորեց բաներ, ջրհորներ։ Հետո ասում է եկան թշնամիները, այդ ջրհորները լցրեցին։ Ով կար ասի, ջուրը ինչ է նշանակում Աստվածաշնչում։ Ապրես, խոսքն է։ Ջուրը նշանակում է խոսքը։ Ու ես տեսա, որ Աստված մեր մեջ ջրհորներ է փորում։ Դու գիտես, որ հիմա դու նստած ես ջրհորի մոտ։ Ջրհորի մեջ ես նստած։ Աստված ջրհոր է փորում, որտեղից դու ուտում ես, խոսքը ուտում ես։ Աստված թշնամիներն եկան այդ ջրհորները լցրեցին։ Պատկերացնում ես, եթե դու չգնաս ջրհորի մոտ, քո ջրհորը կլցնի, քո համար եկեղեցին կփակվի։ Ու գիտեք ես ինչ տեսա։ Տեսա ոնց որ Աբրահամը մի 10 հատ ջրհոր էր փորել, այտենց էլ մեր մոտ եղավ նոր ջրհորներ, առաջ եկեղեցին էր, հետո եղավ տնային եկեղեցին։ Մի հատ ուրիշ ջրհոր, փոքրիկ աղբյուր։ Հետո եղավ Տիգրանես մոտի տնային եկեղեցին, Ահարոնես տնային եկեղեցին։ Վիճայից մոտ էլ սպասում է, որ ջրհորը փորի էս մարդը, տեսնանք երբ է փորելու, գնանք մի հատ ջուր խմենք այնտեղ։ Մինչև ելը փորում է։ Տիգրան, էքսկավատոր վերցվես գնաց։ Օգնում եք ջրհորը փորում։ Էքուս կամ ասում է, լսար վիճա։ Եվ թշնամին ասում է եկավ այդ ջրհորները լցրեց։ Եթե դու այդ ջրհորը չպահես մաքուր, չես կարող այդ ջրհորից էլ ջուր խմես։ Ու թշնամին միշտ ուզում է գա քո ջրհորը փակի։ Մոռացանք։ Արել ես, հիմա թազա ջրհոր փորի։ Գիտես հիմա մի հատ մեծ ջրհոր եք փորում այնտեղ։ Այդ միաբանության տունը նոր ջրհոր է, դու գիտեք, ես տեսնում եմ, չգիտեմ դու ինչքան ես տեսնում, թե չես տեսնում, ես տեսնում եմ։ Այնտեղ շատ մարդիկ են գալու, ապաշխարելու ու գալու ես տեսնաս այսպես, սա ես ընդից եմ եկել։ Եթե ինձ հետ 2 հոգի, 3 հոգի տեսնող լինի, դա կկատարվի, ես ձեզ բան եմ ասում։ Շատ չէ։ Շատերը գլխով կարան անեն, հա, լավ։ Հավատացող 3 հոգի լինի իմ կողքին, դուք կտեսնաք, մենք կունենանք մինչև սեպտեմբեր տրեստիաս ու կեսդ կմասնակցեն այդտեղ։ Իսկ մինչև այդ արդեն, հեսա գարունը բացվեց, արդեն ունենալու ենք ծառայություններ, դահլիճը պատրաստ ալնելու սովորական ծառայություններին։ Այ եթե տրատուարն էլ անենք, երեխեքն էլ խաղան, կարանը շատ ընտիր կլինի։ Ու կանենք, էդ էլ կստացվի։ Ամեն։ Հետինները մոռանալով գնում ենք առաջ, նոր տեսիլք, նոր բան պետք է ունենաս։ Հետևում եմ դեպի նպատակս, նպատակ, նոր նպատակ, Աստծո վերևի կոչումը։ Իմ նպատակը որն է, Աստծո վերին կոչումը։ Մրցանակ Քրիստոս Հիսուսում, որ Հիսուս Քրիստոսը քեզ մրցանակ տա, որ ոչ թե մեկը մեդալ կախի վզիտ, ասի, ես ինչ լավ արեցիր, ես ինչ լավ ասեցիր, աղոթեցիր, Տիգրան եղբայր, ապրես, այսօր լավ աղոթես, չէ՞, մեդալ տանք թե չէ։ Ասպա ես այս տեղի մեդալները չեմ ուզում, ես տեղի ձեր գովասանքը չեմ ուզում, ոչ մի բան չեմ ուզում, իմ ամբողջ ցանկությունը, իմ մրցակցությունը, որ ես հասնեմ Քրիստոսի, Քրիստոս Հիսուսին եւ նրանից առնեմ իմ մրցանակը, մարդուց չառնեմ, Աստծուց առնեմ իմ մրցանակը։ Արդ որոնքս կատարյալ ենք, այս մտածենք, եւ եթե մի բան ուրիշ կերպով մտածենք, այն էլ Աստված կկատարի, կհայտնի ձեզ։ Միայն թե ոչ թե հասանք նույն կանոնով, վարմունքով, նույն մտածմունքով, բոլորս միևնույն բանը մնաց, միայն թե
ինչ որ հասանք, նույն կանոնով, նույն մտքով, այսինքն նույն ձևով հասնենք դրան, նույն վարքում, նույնը վարվենք եւ նույնը մտածենք, հասկանում եք, եթե մեկը էս է մտածում, բոլորը այդ մտածեն, հենց եկավ հակառակ մտածողը, իմացեք ինչ ալնելու, կարապ, խեցգետին, գայլաձուկ, հիշում եք, ամենքը էս կողմ էր քաշում, էս մեկ, դա առաջ չի գնա։ Աստծո եկեղեցում միաբան պետք է լինեն բոլորը, մանավանդ ծառայողները, հիշեք այս բանը։ Մանավանդ ծառայողները։ Ինձ նմանվող եղեք եղբայրև եւ նայեցեք այն կերպով գնացողներին, ինչպես որ մեզ օրինակ ունեինք։ Նայեցեք այն մարդկանց, ովքեր գնում են նույն ձևով, հավատքով, քայլում են, իրաց կյանքը դնում են, ծառայում են, քննեցեք, նայեցեք։ Ձեր ծառայողները տենց անում են, Արամ եղբայրը ձեր ծառայողն է, տենց անում է, կյանքը դնում է, գալիս է ամեն կիրակի, ամեն ծառայության մասնակցում է, Ահարոնը գալիս է, մասնակցում է, ծառայությունը անցկացնում է, կյանքը դնում է։ Վասնզի շատերն են գնում, որոնց համար շատ անգամ ասում էինք ձեզ, եւ հիմա էլ լավով ասում ենք ձեզ, որ Քրիստոսի խաչին թշնամի եղավ, տես ինչ եղավ, լալով ասում եմ ձեզ։ Շատերն էին գնում, շատերն էին հավատում, շատերն էին քայլում, շատերն էին դաս տալիս։ Դու կլսես, մի հատ հովիվ ընկել է, մի հատ հովիվ էլ հովիվ չի, մի հատ ծառայող էլ ծառայող չի, կլսես։ Ասում եմ, բայց շատերն էին գալիս, բայց քչերը տեղ հասան, քչերը կեսը ընկան, հիմա լացելով եմ ասում, որ շատերը չհասան տեղ, դու զգուշ եղի քո ճամփին, դու չընկնես, սիրելիս, քո մասին մտածի, դու հանկարծ չընկնես ճամփին, մեկը քեզ չշեղի, մեկը քեզ ուրիշ բան չլցնի քո գլուխը, մեկը շամպես չգա հաչի, տեսակ ինչ ասեց։ Շներից զգուշ ելնես, սխալ ուսմունքից զգուշ ելնես, դրա համար եմ ասում, դուրս եկեք այն մնացած սայտերից, որտեղ ձեր հովիվը չի քարոզում։ Եթե պետք է լինի, ես այդ հովիվին կբերեմ, ստեղ կքարոզի, ինքը քարոզում է իր եկեղեցու համար։ Ես քարոզում եմ իմ եկեղեցու համար, որտեղ այս խոսքն է պետք։ Դուք հասունանում եք այս խոսքով։ Ես այս ամեն օր սենց խոսք չեմ տալիս, որ 20 տեղ մի անգամից կարդամ։ Սա շատ ամուր կերակուր է, ես ձեզ ասեմ։ Սա խոսում են ծառայողները, հովիվները, որ դնում են այս, ես ուզում եմ տեսնամ, ամրություն կա մեր եկեղեցում, թե չէ, ես փորձում եմ, ուզում եմ տեսնամ, ու ես ձեզ ասեմ, այո կա, ես ուրախ եմ, գալիս եմ տնային եկեղեցի, խոսում եմ, իսկականից հայտնությունով է խոսում, հասկանալով է խոսում, ես ուրախանում եմ ձեզ համար, իմ ուրախությունն եք դուք դառնում, զգուշ եղեք ասма, նրանք ոչ միայն ընկան, այլ նաև թշնամի դարձան, խաչին թշնամի դարձան, Աստծուն սկսեցին հակառակ բաներ խոսել, ոչ միայն ընկան, հեռացան, սկսեցին ուրիշ դասեր տալ, թշնամական բաներ խոսալ, հավատացյալների նկատմամբ, եկեղեցու նկատմամբ, Աստծո նկատմամբ, հովիվների նկատմամբ, թշնամի դարձան, ցավոք, որոնց վերջը կորուստն է լինելու, լսում ես, նրանց վերջը ասում է, ուրիշ տեղ չի, կորուստն է լինելու, որոնց Աստվածը իրանց փորն է, որովայնը կշտացնում են ստեղ, կերակրում են, Փառքը իրենց ամոթն է, որոնք երկրավոր բաներն են մտածում, երկրավոր, կլսես մարդիկ կգած, սկսեն երկրավոր բաներ խոսալ, երկրավոր բաներ ասել, այս առնենք, այս ծախենք, այս անենք, այն տանենք, այս հենց ան, ինչի համար, հարցնես, ինչի համար, այսքան հասար, ինչի համար, ու երկրավոր բաներ կասի, որ այսը լինի, այնը լինի, մի հատ տուն չլինի, տներ լինի, հետո 10 հատ տուն եղավ, հետո ինչի համար, երբ որ այդ հարցին կարողանա ամեն մեկը պատասխանի, ինչի համար եմ ես անում, ինչի համար եմ չարչարում, ինչի համար եմ աշխատում, ինչի համար եմ եկել նստել ստեղ, գիտես ինչ կասեմ, կներեք, պիտի ասեմ, ձեր նստածների 70-ից 90%-ը, գիտեք ինչի համար է նստած երեխեք ջան, ձեզ համար, իտո, մի քանիսն էլ նստած է պրոստը եվ կպրստի գնամ, բայց ամենակարևորը, ինչի համար ես կարամ նստեմ, որ մեկի համար մի բան անեմ, որ այդ մարդը փրկությունը առնի, քո միջոցով մի հոգի փրկություն առնի, դու ամենամեծ բանն ես արի աշխարհում, հիշի, մեկ հոգի,
Այսօր Շուշիկ Մարիկն ասում է, ես Գերդաստանից բերել եմ։ Փառք Աստծո, որ դու բերել ես։ Այն Արևշատն էլ իր Գերդաստանն է բերել։ Ատենց պետք է լինի, դու քո Գերդաստանով պետք է եթաս փրկության։ Գիտեք, մահանում է հովիվը, մեկ էլ իրանց եկեղեցու մի հատ տաքսիստ։ Անհայտ լսի, ուշադիր լսի, աղջի ջան, ուշադիր լսի։ Գնում են, Աստված այս տաքսիստին մի հատ տուն, մի հատ փողոց է տալիս, մի ամբողջ փողոց։ Այս հովին մի հատ տուն է տալիս։ Այս տաքսիստի դեմի փողոցում մի հատ տուն։ Ասում է, այ մարդ, ես այսքան քարոզել եմ։ Ես այսքան բան եմ, ինչի ինձ մի հատ տուն տվեցիր։ Մեր այս տաքսիստին ես եկա ասում է, փողոցն ես տվել։ Ասում է, որ դու քարոզում ես, այն հետևները սա քնած էին։ Զարտակ քնածներ։ Վերջը, սա քնած էին ասում է։ Բայց այսօր քշում էր, սա աղոթում էին, ապաշխարում էին իր տաքսիի մեջ։ Հիմա բայց մեր 20-րդ խոսքը գրված է, բայց մեր քաղաքականությունը, քաղաքացիությունը, բայց մեր գրաժդանստվան ռուսերեն ասեմ, երկնքից է։ Ով աստեղ գրաժդանստվա ուզում հանի ռուսական։ Ասма պետք չի քեզ երկնքի գրաժդանստվա։ Երկնքի գրաժդանստվան հանիր, երկնքից է, որ այնտեղից սպասում ենք մեր Տեր, մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի գալուստը, ամեն, որ կնորոգի մեր խոնար մարմինները, որ իր փառավոր մարմնին կերպարանացնենք, կերպարանակից կլինենք, այն զորությունով, որ կարող է ամեն բան հնազանդեցնել իրեն, ամեն։ Ուրեմն իմ սիրելի բաղձալի եղբայրք, իմ ուրախությունը եւ իմ պսակը, այսպես հաստատ կացեք իմ ուրախությունը, իմ պսակը, տերումը, սիրելիներս, եթե մի հոգի ունես ապաշխարած, այդ քո պսակն է, այդ քո ուրախության պսակն է, որ այդ մարդը փրկության է եկել քո միջոցով, դա երկնքում լինելու է քո պսակը։ Հավատա, շատ շատերը կգան երկնքում քեզ շնորհակալություն կասեն, դու չես իմանա, կասես ես ինչ եմ աղ, կասես այն վաղ, որ դու խոսացիր այն թաղման տեղը, կամ այն ծնունդին, որ կողքդ նստած էի, խոսացիր, այդ իմ կյանքը փոխվեց, դրա համար ես այսօր ստեղ եմ։ Դու ուղղակի խոսա, ամեն տեղ խոսա, Քրիստոս խոսա։ Մի ամաչի, որ դու հավատացյալ ես, խոսա, ասա։ Հեսա իմ դասընկերներն են գալիս։ Եղբայրներ, եկեք հավաքվենք։ Որ խոսամ, որ խոսանք իրանց հետ, որ ասենք, որ ձեր կյանքը տեսնան, ձեր կյանքի փոփոխությունը տեսնան։ Մի խումբ ենք բացել այդ խմբի մեջ։ Մենակ այդ խումբ, երբ հավաքվենք խմենք, այ քեզ բան։ Այդ երբ դուք խմող դարձաք այդքան ես չհասկացա։ Հա չեն ամաչում խմելուց խոս, ես պետք է ամաչեմ հավատքից խոսամ, Աստծուց խոսամ։ Երկրորդը, եւ Որդիային աղաչում եմ, եւ Սինտեոքսին աղաչում եմ, որ միևնույնը խորհեն տերումը։ Ասма ես խնդրում եմ, ասենք Ահարոնին, ես խնդրում եմ, աղաչում եմ Արամին, ասма, որ նույն բանը մտածեն, Տիրոջ մեջ նույն բանը մտածեն։ Մի հատ տեղ էլ բերեք կարդանք էլի։ Երկրորդ Տիմոթեոս 2-րդ գլուխ 14-16։ Այս տեղը հիշեք, Տիգրան հիշի, որ հիշացնես ինձի։ Երկրորդը Փիլիպպեցի 4-րդ գլուխ, երկրորդը։ Հիմա երկրորդ Տիմոթեոս բացեք ինձ հետ։ Երկրորդ Տիմոթեոս 2-րդ գլուխ 14-րդ խոսքից։ Այս բաները հիշեցրու Տիրոջ առաջին վկայություն դնելով, որ խոսքերով կռիվ չանեն։ Միևնույն բանը խոսան, խոսքերով կռիվ չանեն։ Դուք հասկանում եք, մարդիկ կարող խոսքով կռիվ անեն։ Պարտադիր չի, որ հելեն ձեռով կռիվ անեն, խոսքով կռիվ անեն։ Հասկանում եք, չէ՞ խոսքով կռիվը։ Ամար տնից են նայում, ոնց որ այսպես ոչ մի կռիվ խոսքով չեն արել, գիտես։ Չի ասում նոր ընդեղից են գալիս։ Ասма հիշեցրու, այս բաները հիշեցրու Տիրոջ առայիչին վկայություն դնելով, որ խոսքով կռիվ չանեն հագարց։ Եկեղեցում հիշացրու, որ իրար հետ խոսքով կռիվ չանեն։ Մեկ է տեսա, մեկին բռնել է, հետը կռիվ անում։ Դու սես չես, դու նես չես, դու ճիշտ չես, դու սես չես, դու
Այն չես այդ մարդ հալա հանգիստ եղիր, գրվածը խոսքով կռիվ մի արեք, խոսքով կռիվ մի արեք, հա գանց, հասկացա ջան, մոլադեց։ Երեխին հասկացա, որ մեծեր չեն ասում։ Եվ ոչնչի պիտանի չէ, որը ոչ մի բանի պիտանի չէ, եւ լսողներն էլ, լսողներին է միայն վնասակար եւ կործանում, երբ որ մեկը եկավ տեսավ, դու եկեղեցու մեջ կռիվ ես անում։ Հովի հետ կռիվ ես անում, ես սենց ասում դու հակառակն ես ասում, կամ երկու աղբեր իրար հետ կռիվ են, վիճում են, ես սենց ասում են, նենց ասում, տեսակ ինչա գրած, ասում, ձեդի էդի օգտակար չի։ Հակառակը, ով որ լսում է, այ իրանց համար ինչա կործանարար, ոչ թե վնասը, կործանարարը։ Դու չես իմանա, այդ մարդը մեկ էլ մի սիրու նոր, էլ չի գա այդ եկեղեցի։ Սուսուփուս կթողնի կգնա ու չի էլ ասի, որ եկա տեսա երկու հոգի այնտեղ, մեկը էս ասում, սակ հակառակն են ասում։ Հասկացաք։ Զգուշ եղի, գալիս ես եկեղեցում մի վիճի, ոչ մեկ է, տունն էլ մի վիճի, դրսում էլ մի վիճի։ Դու քո ճիշտը իմացի ու մի շեղվի դրանից։ Բայց մի էլ վիճի, կընդունի, սուսուփուս ասա, կընդունի, ես քեզ ասեմ, հանգիստ ասա կընդունի, ենա ուրախացել են, ինչ-որ լավ բան են տեսել, տես, երջանկացել են են երկուսը հետևը։ Ջանք արա, որ քո անձը ընտիր կանգնեցնես Աստծո առաջին, իբրև մի մշակ առանց ամոթի, որ ճշմարտության խոսքն ուղիղ մատակարարես, բայց պիղծ ունայնության խոսակցություններից ետ քաշվիր, դատարկ խոսքեր մի խոսացեք, դատարկ բաներից հետ քաշվիր, ասա այդ բան մի պատմի, այդ պետք չի էդի։ Լավ հոգևոր էր, մեկ էլ մի հատ ես իմ ինչ կխոսան կգնա, ես իմ ուր կգնա։ Բայց պիղծ բառեր օգտագործի, պիղծ բաներ ասի, պետք չի, դրանցից հեռու մնա, ունայնություններից ետ քաշվիր, որովհետև ավելի առաջ կգնան ամբարշտության մեջ, նրանք ավելի առաջ կգնան ամբարշտության մեջ, այսինքն կտեսնաս, էլի ամբարշտություն դրա մեջ կգնա առաջ, դրա մեջ է ինքը լավ զգում իրան։ Եվ 17-ը եւ նրանց խոսքերը քաղցկեղի պես է դառնում, տեսնում եք ինչ ասում, քաղցկեղը գիտեք ոնց է, ահա որ բան է, չէ՞։ Եվ ասում է, տարածվում է ստեղից ընդեղից ծաղի մեջ տարածվում է այդ խոսքերը։ Քաղցկեղի պես է ճարակում է, որոնցից են Հիմենոսը եւ Փիլիտոսը։ Երկուսի անունն է տալիս, որ գնում են եկեղեցին, սկսում են բան ասել, տեսակ եսի լավ չէր է, տեսակ էդի դես չէր է, տեսակ եսի սես չէր է։ Այն ինչ ձևի աղոթեց է եղբայրը։ Չեն ասում, առաջի անգամ է աղոթում հլը։ Դու կարաս ստեց աղոթես։ Հետ գան խնդրեմ Փիլիպեցիս 4-րդ գլուխ, երկրորդ ապրես Տիգրան ջան։ Եվոդիային աղաչում եմ եւ Սինեկիոսին աղաչում եմ, որ միևնույն խորհուրդն ունենանք։ Հիմա խնդրում եմ Արամ եղբորը, խնդրում եմ Ահարոն եղբորը, միևնույն խոսքը ունենանք, միևնույն միտքը ունեն։ Այո, խնդրում եմ նաեւ մնացած աշակերտներին, ովքեր դպրոցը սովորում են, միևնույն միտքը ունենանք, նույն խոսքը ունենանք։ Նույնը խորհեք, միևնույն խոսքը խորհեք։ Այո, քեզ եմ աղաչում իմ հարազատ լծակից։ Գիտես այդ ում ասում, քեզ եմ խնդրում իմ հարազատ լծակից։ Գիտեք ում ասում, ինձ։ Չգիտեք, հեսա։ Քեզ եմ աղաչում իմ հարազատ լծակից, դու էլ օգնիր նրանց, որ ճիգ թափելով աշխատեցին ավետարանում, ինձ հետ միասին, եւ Կղեմոսի հետ, եւ իմ ուրիշ գործակիցների հետ։ Բոլորին ասում, հասկացաք, քեզ էլ ասում, քեզ եմ աղաչում, քեզ եմ դու էլ օգնիր նրանց, ով որ գործ է անում, իմ տան մեջ, օգնիր նրանց։ Արի ձեռը օգնի, ինչով է անում այս մարդը, արի կողքը կանգնի օգնի, ինչ է անում Ահարոն եղբայրը, առավոտից դու գիտեք ժամը 9-ից ինձ զանգել է, 9-ից գնացել է առևտուր, դու քո համար քնած ես, ծառայություն է, ծառայություն չի։ Այո, քեզ եմ աղաչում իմ հարազատ լծակից, դու էլ եւ բոլոր գործակիցների հետ էլ, որ նրանց անունները կյանքի գրքում գրված են, ամեն, բոլոր նրանք ով որ գործ են անում, նրանց անունն է գրված կյանքի գրքում։
Ուրախ եղեք Տերումը ամեն ժամանակ, դարձյալ ասում եմ ձեզ, ինչ արեք։ Բերեք այս խոսքը մի հատ կանգնենք էլի։ Հենա, ուրախ եղեք Տիրումը ամեն ժամանակ, դարձյալ ասում եմ ձեզ ուրախ եղեք, հենա, երկուսը ուրախ հետևում նստած են։ Ամեն, տես ոնց են ուրախանում։ Չեմ մանում ինչի համար են ուրախ, բայց ուրախ է, չէ, Տերն էլ ասում է, ուրախ եղեք, ամեն ժամանակ ուրախ եղեք։ Տեսեք, ուրախությունը Աստծուց է։ Տխրությունը Աստծուց չի, որ գալիս է ստեղ քո դեմքը ուրախ, պայծառ, արիստեղ։ Աշխարհը քեզ կտխրեցնի, հարազատս, իմացի, միակ տեղը, որտեղ կգտնես ուրախություն, այդ տեղը։ Ճանաչում են քեզ, չեն ճանաչում, ուրախ են, որ դու եկել ես, ախպերս, բա։ Ոնց համոզենք քո ամուսնուն, որ մենք ուրախ ենք, որ ինքը գա այստեղ։ Գնասա, այսօր ասում են, մենք այնքան ուրախ կլենք, որ դու գայր ես։ Ուրախ եղեք Տերումը, ամեն ժամանակ եւ դարձյալ ասում եմ ձեզ, ուրախ եղեք։ Ձեր հեզությունը թող հայտնի լինի ամեն մարդկանց։ Հեզությունը, որն է հեզությունը, որն է խոնարհությունը։ Այդ որ ավելը վերցնում եք, ավլում ենք այս հարևանների դռները։ Դա հեզություն է, դա խոնարհություն է, ասում է թող հայտնի լինի, թող այդ փողոցում պատմեն ձեր մասին։ Պատմում են, գիտեք, ուրիշ եկեղեցիներում պատմում են, գիտեք, ձեր հեզությունը, ձեր խոնարհությունը, մեր եկեղեցու, այո։ Մեկը մյուսին օգնելը, մեկը մյուսի համար կանգնելը, գործեր անելը։ Մարդկանց առաջին, թող հայտնի լինի մարդկանց առաջին, Տերը մոտ է, ոչինչի հոգս մի անեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով եւ գոհությունով, ամեն բանում աղոթքով, աղաչանքով ու բեկել ինչով գոհությունով։ Ես ունես, սրա համար հələ գոհացի։ Քանի սրա համար չես գոհացել, նորը չես ունենա։ Անպայման աղոթքիդ մեջ գոհություն ասա, աղոթքիդ մեջ գոհությունը, ամուսինդ մտավ տուն, գոհացի իրանից, կին ունես, գոհացի։ Ոչինչի հոգ մի արեք, աղոթքով, աղաչանքով եւ գոհությունով։ Ձեր խնդրվածքները թող հայտնի լինի Աստծուն, որ ձեր խնդրվածքները հայտնի լինի Աստծուն։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ես շատ եմ սիրում այս տեղը։ Եվ Աստծո խաղաղությունը, դավայ, եսի Ռոմանի հետ եմ ասում, անցկացնում եսի։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպահպանի ձեր սրտերը ու ձեր մտքերը Հիսուս Քրիստոսի մեջ։ Կողքերդ պատերազմ լինի, սամալյոտը ընկնի, դու դրա մեջ ելնես, ես չեմ անում ինչ ուզում ա լինի, Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, որ սաղ ասում են պատերազմա, վերջնա, մահնա, ես չգիտեմ կորոնավիրուսա, ավելի բետար վիրուսա, Աստծո խաղաղությունը քո մտքի մեջ ամենաբարձր տեղում է։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ինչ կանի այդ խաղաղությունը, ինչ կանի այդ խաղաղությունը, կպահպանի քեզ։ Եթե դու քո սրտում ամենավատ վիճակում ունենաս խաղաղություն, Աստծո խաղաղությունը, այդ խաղաղությունը քեզ կպաշտպանի։ Եվ ձեր սրտերը կպահպանի, եւ ձեր միտքը կպահպանի Հիսուս Քրիստոսի մեջ, ով որ Աստվածաշունչ ունի, թող կարմիր, ոնց որ ասած, գծի այս տողերի տակ։ Ամենակարևոր խոսքերից մեկն է, որ կա այս գրքի մեջ գրված, Աստծո խաղաղությունն ունեցեք ամեն ժամանակ, որ ձեր մտքերից վերա, դաժե ուղեղը չի հասկանում, ոնց խաղաղ լինեմ հիմա։ Այդ խաղաղությունը, որ ձեր մեջ լինի, ձեր սրտերի մեջ լինի, ձեր մտքի մեջ լինի, ամեն ինչ լավ կդիցես հետ։ Ամեն։ Այսուհետև եղբայր, ինչ որ ճշմարիտն է, ինչ որ պարկեշտ է, ինչ որ արդար է, ինչ որ սուրբ է, ինչ որ սիրուն է, ինչ որ բարի անուն է, թե առաքինություն է եւ թե գովություն, այս մտածեցեք։ Ինչ որ սիրուն է, այդ մտածեցեք։ Ինչ որ լավ է, այդ մտածեցեք։ Սա որը ես մտածում եմ, հեսա այնտեղ սարքել են բասեին ալնելու, հեսա այնտեղ սարքել, լավ է, սիրուն է, պարկեշտ է,
Ինչ որ մտածում ես, այս կպցրու դրան, տես այդ բռնում է քո մտածածին։ Գնամ ես անեմ, գնամ ենան, լավ է, պարկեշտ է, նորմալ է, սիրուն է։ Ուրեմն լավ է։ Հենց այն, որ սովորեցիք, եւ ընդունեցիք, եւ լսեցիք, եւ ինձ անում տեսակ, այն էլ արեք։ Ինքը այս մարդու հովիվն է, այս մարդկանց հովիվն է, ասում է, ինչ որ իմ մեջ տեսակ, այդ նույնը դուք գնացեք արեք։ Ես էլ եմ ձեզ ասում, ինչ տեսակ ես անում եմ, գնում եմ, քարոզում եմ, աղոթում եմ, գնացեք դուք էլ արեք, այդ նույնը դուք արեք։ Հավաքեք մի այսքան մարդ, արեք։ Ով է ձեր ձեռը բռնել, որ գնաս, քարոզես, ավետարանես հավաքվեն մի 100 հոգի։ Ոչ մեկ, արեք։ Եվ մեծապես ուրախացա տիրումը, որ դուք արդեն դարձյալ միտքներդ բերեցիք հոգալ ինձ համար, ինչպես էլ հոգում էիք, բայց պատշաճ ժամանակ չէիք գտնում։ Ասում եմ ուրախացա, որ սկսեցիք իմ մասին էլ մտածել, իմ համար էլ հոգանել։ Ճիշտ է, երբեմն ժամանակ չէիք գտնում իմ համար էլ հոգանել։ Ոչ թե կարոտության պատճառով եմ ասում, ոչ թե որ սոված եմ կամ փող չունեմ, դրա համար եմ ասում, այլ որովհետև ասում եմ, վասնզի սովորեցի ինչի մեջ որ կամ նրանով բավարարվեմ, քչի մեջ բավարարվեմ, սովորեցի։ Գիտեմ պակասություն քաշել, գիտեմ ավելություն ունենալ, համ շատ փող եմ ունեցել, համ քիչ եմ ունեցել, համ քիչ ունեցվածք եմ ունեցել, համ շատ եմ ունեցել, ասում եմ։ Ամենի մեջ տեղյակ եմ, կշտանալ էլ սովել էլ, ավելություն էլ ունեմ, պակասություն էլ քաշեցի, ամեն բան կարող եմ, ինձ զորացնող, սիրելիներս կարանք ես իրար հետ ասենք, ասա իմ հետ միասին, փակի աշկերդ, ասա ինձ հետ միասին, բարձր ասա, ամեն բան կարող եմ, ինձ զորացնող Քրիստոսով, մի հատ էլ ասա, ամեն բան կարող եմ, ինձ զորացնող Քրիստոսով, մի հատ էլ ասա, ամեն բան կարող եմ, ինձ զորացնող Քրիստոսով, հավատա, դու ամեն բան կարաս, հաղթահարես, ներես, սիրես, փոխես, քեզ զորացնող Քրիստոսով, միգուցե ինքդ չես կարա, բայց քեզ ուժ տվողով կարաս, այս խոսքերը գրեք կարմիր տողերով, այս խոսքերը գրեք ձեր սրտի տախտակների մեջ, ինչի 3 անգամ ասեցի, որ դու լավ հիշես այս խոսքերը։ Ամեն բան կարող եմ, հասար նեղության մեջ, հասար դժվարության մեջ, հիշիր, ամեն բան կարող ես, քեզ զորացնող Քրիստոսով։ Այդ խոսքերը թող արթնանան քո մոտ ու ասես, ես կհաղթեմ։ Սակայն լավ արիք, որ հաղորդ եղաք ինձ, իմ նեղություններում, դուք ինքներդ էլ Փիլիպեցիք, գիտեք, որ ավետարանի սկզբում, երբ որ Մակեդոնիայից դուրս եկա, ոչ մի եկեղեցի հաղորդություն չարեց ինձ տալու կամ առնելու հաշվով, բայց միայն դուք, ասում եմ, երբ որ ես դժվարության մեջ էի, ոչ մի եկեղեցի ինձ չօգնեց, բայց մենակ դուք օգնեցիք, վասնզի Թեսաղոնիկեի մեջ էլ մի 2 անգամ ինձ պետք եղած բաները ուղարկեցիք, գնացել էի մի ուրիշ քաղաք, ընդեղ էլ մի բան ուղարկեցիք ինձ։ Իբր ոչ թե տուրք եմ ուզում ձեզանից, ասում եմ, չեմ ասում եմ, որ դուք ինձ տաք, բայց ասում եմ, տուրք եմ ուզում, այլ ուզում եմ պտուղ ունենաք, որ ավելանա ձեր հաշվին, այսինքն այն ինչ որ դու անես, դա ավելանալու է քո հաշվին երկնքում։ Ասում եմ, չեմ ասում ինձ համար, որ ես մի հատ էլ ունենամ, այլ ուզում եմ, որ դու ունենաս այս երկնքում։ Հիշիր, եթե եկավ ստեղ ծառայող, եթե դու ծառայող ունես, տնային եկեղեցու ավակ ունես, առնում եք քեզ մի բան, մի հատ մտածի իր մասին էլ։ Մի հատ նվեր տար այս մարդուն, որ գալիս է քո տուն, ու այդ խոսքը բերում է քեզ։ Հա, Անահիտ։ Ու դու կտեսնաս քո հաշվին Տերը երկնքում կդնի եւ երկրի վրա կտա։ Բայց ես ամեն բաները առել եմ, ես ամեն բան էլ առել եմ եւ առատություն ունեմ, լիքն եմ,
որ Եփափրիդոսի ձեռքով ընդունեցի, այն որ ձեզանից էր, եւ անուշ հոտ ընդունելի, պատարակ Աստծուն հաճելի։ Եվ իմ Աստվածը լրացնի ձեր ամենի կարոտություններն իր հարստության չափով, փառքով Հիսուս Քրիստոսումը, բայց Աստծուն մեր հորը փառք լինի հավիտյանս հավիտենից ամեն։ Եվ ստեղ ասում է, եւ բարև տվեք սուրբերին Քրիստոս Հիսուսումը։ Երբ որ գնում ես մի ուրիշ եկեղեցի, հանկարծ տեղափոխվել ես մի ուրիշ քաղաք ու այդ շաբաթ պիտի գնաս այնտեղ, մոտեցիր այդ հովվին ու ասա. «Այս խոսքի համաձայն են բարև փոխանցում»։ Արտաշատի եկեղեցուց մեզ բոլորին բարևա փոխանցում է Շուշի քույրիկը եւ սրա խոսքի հիման վրա ասում է. «Եվ բարև տվեք ամեն սուրբերին Քրիստոս Հիսուսումը եւ բարևներ տվեք ձեզ ինձ լինող եղբայրներին, բարևն եմ տալիս ձեզ ամեն սուրբերը, մանավանդ կայսրի տնից լինողները, Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը ամեն մեկիդ հետ լինի, ամեն»։ Այսքանով վերջացրեցի խոսքը։ Տերը օրհնի ձեզ, ամեն։